Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կայցելի նախ Բաքու, ապա 2-ից 3-ին Երևան։ Այդ մասին հղելով իր աղբյուրներին հայտնել է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը։ Ավելի վաղ Պոլիտիկոն տեղեկացրել է Լայենի միայն Հայաստան այցի մասին, հավելելով, որ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Բրյուսելում հունիսի 23-ին տրվել է Եվրամիության կապակցվածության հարթակի մեկնարկը, որը նվիրված է միջին միջանցքին։ Ադրբեջանի պատվիրակությունը այդ միջոցառմանը չի մասնակցել։ Բաքվի իշխանական Հաքին Ազը այդ առթիվ բավական ընդարձակ հրապարակում է արել։ Հեղինակի մտավարժանքներից կարելի է մի հետևություն անել, որ Ադրբեջանը համաձայն չէ, որ Եվրամիության նախաձեռնության իմաստով Հայաստանը գնահատվում է որպես եվրոպական կենտրոնական Ասիային կապող հանգուցային երկիր։ Ադրբեջանական կիսապաշտոնական լրատվամիջոցը Եվրամիությանը մեղադրել է ուրիշի փողերով կառուցված եւ ուրիշին պատկանող ռելսերի հաշվին ուրիշին դիվիդենդներ տրամադրելու մեջ։ Խոսքը ինչպես հասկացվում է հետագա ակնարկներից, Բաքու կարծ երկաթգծի ախալքալակ կարծ հատվածը Հայաստան-Եվրոպա բեռնափոխադրումների համար բացելու մասին է։ Մի համաձայնություն, որը կայացել է Վրաստանի եւ Թուրքիայի հետ։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիան եւ Վրաստանը ընդառաջել են Եվրամիության միջնորդությանը, ինչը հարուցել է պաշտոնապես Բաքվի տարակուսանքը։ Բանն այն է, որ Վրաստանի տարածքում Թբիլիսի կարծ երկաթգիծը վերանորոգվել, իսկ որոշ հատվածներ կառուցվել է Ադրբեջանի հատկացրած ֆինանսների հաշվին։ Ըստ երևույթին Ադրբեջանին ավելի շատ անհանգստացրել է, որ Բրյուսելում կայացել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Թուրքիայի տրանսպորտի նախարար Ներխուդաթյանի եւ Ուրալօղլուի հանդիպումը եւ կողմերը քննարկել են նախկինում գործած երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդուղիները վերականգնելու հետ կապված հարցերը։ Ավելի վաղ Եվրամիությունը ներգրավել է ադրբեջանական երկաթուղու Նախիջևանի հատվածի վերականգնմանը եւ արդիականացմանը։ Հիմնական տպավորություն է, որ ԵՄ կապակցվածության հարթակ նախագծի մեկնարկը, որի մոտավոր արժեքը 2 միլիարդ եվրո է, Ադրբեջանին անհանգստացնում է բացառապես քաղաքական առումով։ Ալիևը տրանսպորտային եւ էներգետիկ, անգամ բնապահպանական ծրագրից ձգտում է առավելագույնը քամել, որպեսզի կաշկանդի Հայաստանի սուբյեկտությունը եւ տրանսպորտատրանսիտային ինքնուրույնությունը։ Ըստ երևույթին Բաքուն դիվանագիտական խողովակներով ազդակ է փոխանցել։ Հաքին Ազի մեկնաբանը դիտարկումները ամփոփել է այնպես, որ առանց հանգուցային երկրի Ադրբեջանի համաձայնության Եվրամիության ոչ մի նախաձեռնություն ոչինչ չարժե։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու է մեկնում, որպեսզի Իլհամ Ալիևին տարհամոզի։ Նյութի աղբյուրը Առաջին AM։